Բայց այցելույի մասին, որ եղբայրը բաներացնը երկրպագում է ռուսերեն ասեի։ Կայանը ուշեց ռուսերեն բալեշչի ասում են, երկրպագում բալեշչի չէ, սիրողական էլի, նենց կողից, այցելու պարզապես, նենց որ ճիշտ երկրպագում բար է ճիշտ է, մենք աստծու առջև երկրպագու եք, բայց փորձի մեջ աշակերտ եք, ամեն դեպքում, ես ում աշակերտության վերաբերյալ մի քանի բար շարունակ։ Ես հիշեցի իմ ուսուցչական աշխատանի մեջ է, գործի մեջ։ Յուրաքանչյուր աշակերտ իր տեղը ուներ։ Ով է իմանես։ Խառը չէի գալու նստում։ Ամեն աշակերտ իր տեղը ուներ։ Եվ սենց ուսուցիչ որ նայում էր արդեն տեներ, ով է բացակա, ով է չէ։ Եվ ուրիշ ուսուցիչները չգիտեմ, ես իմ աշակերտներին սիրել եմ։ Շատ եմ սիրել։ Այն ժամանակ էլ ամուսնացած երեխա չունեի, բայց ուզում եմ ասել իմ երեխեքի պես էլ երեխա չունեի որ նանայվան, բայց եկեղեցու աշակերտները իմ երեխեքի պես սիրում հավատացան։ Մանավանդ այն աշակերտները, ովքեր տնային հանձնարարությունները կատարում էին։ Այո, տնային հանձնարարությունները կատարողները մի քանի առավելություն էին։ Մեկը պարտաճանաչ, մյուսը ուսման ձգտող, մյուսը հնազանդ, մյուսը իմ խոսքը արժեք ուներ, հարգում էին եւ այլն, ես բոլորը մտմադրան եք, որ իրանք տնային աշխատանքները կատարում էին։ Նաեւ տնային աշխատանքները կատարողներ ավելի լավ էին սովորում։ Բնականորեն, այդ դասը լավ յուրացնում է։ Դե հասկանում եք, հիմա ձեր համար տնային աշխատանք կատարելու որն է, որ այս խոսքը տանեք կյանք դարձնեք։ Ճիշտ է։ Եղբայրս այդ բերեց Մատթեոս 28-ի մեջ, որ գնացեք ուրիշների սովորեցեք, ուրեմն էս է մեր տնային աշխատանքը։ Այդ տնային մասը ոչ թե միայն տնային, այլ քաղաքային, հանրապետական է։ Այսինքն ոչ թե միայն տանը, այլ ամենուրեք, որտեղ որ Աստված մեզ կհանդիպեցնի ինչ-որ մեկին, որին արժե խոսքը փոխանցել։ Նաև Հիսուսը, եղբայրը արդեն այդ համանել մեջ բերեց, երբ որ հացը բազմացրեց, 5000 միայն տղամարդ կային, նշված չէ թե ինչքան էլ կանայք եւ երեխաներ կային, հաստատ դա շատ կլն է, բայց երբ որ Հիսուսի հարությունից հետո, համբարձումից հետո հավաքվում էին աղոթքի 120 ոչի էին։ Այսինքն 5000-ն էլ բոլորը աշակերտ չէին, այն 120-ն էին աշակերտ։ Մնացած մի մասը այցելուներ էին։ Պարզապես եկել էին մանավանդ որ հասցրել երան, դրանից հետո Հիսուս 6 Մատթեոս Հովհաննեսյան 6-րդ գլխի մեջ գրված է, որ եկան Հիսուսին գտան, Հիսուսն այս դուքից փնտրում եք, որտեղ հասցերակ կշտացաք։ Բայց դրա համար մի փնտրեք, դուք այն հավիտենական կյանքի կերակուրը փնտրեք։ Են էլ ոմանք գայթակղվեցին, որ ասած թե հավիտենական կյանքի կերակուրը որն է։ Իսկական աշակերտները չգայթակղվեցին, մնացին։ Աղոթքի ժամանակ Հիսուսի հետ էին, Հիսուսի փորձության էր, որ պիտի գնար Գեթսեմանի, Հիսուսի հետ էին, աշակերտը մնում է իր ուսուցչի հետ, աշակերտը շարունակում է իր ուսուցչի հետ, ոչ թե միայն դասերի ժամանակ, այլ այն կյանքի ժամանակ, գործերի ժամանակ, դժվարությունների ժամանակ։ Եվ այսպիսի մի խոսք կա հայ առածների մեջ, ասում է, չսովորածը չի կարող սովորեցնել։ Ճիշտ աշակերտը հետո դառնում է ուսուցիչ։ Լավ աշակերտը հետո դառնում է ուսուցիչ։ Իսկ ով որ լավ աշակերտ չի եղել, չի կարող դառնալ ուսուցիչ։ Եվ այո, Սուրբ Գիրքը աշակերտների մասին է շարքում։ Հիմա մի բան էլ ավելացնեմ, որը այսօր առավոտ ես այդ մասն էի մտածում, ովքեր որ կարդացել են նոր կտակարանը, իմ ասած եսա կպնդեն, որ ճիշտ եմ ասում։ Հիսուսի այդ կատարած գործից խաչվել, մեռնել, հարություն առնել եւ համբարձվել, այս գործից հետո աշակերտները մնացին, չէ, երկիրը այդ գործը շարունակել։ Ում անուններն են գրված գործ քարակելուց մեջ, ասենք գավետարանի մեջ, գործ քարակելուց մեջ, թղթերի մեջ։ Ում անուններն են գրված։ Հիմա ես ասեմ, ովքեր որ ընդհանրապես եկել են եկեղեցի գնացել են նրանց անունները չկա։
Նրանց անուններն են գրված, ովքեր գնացել են այդ գործ արել են։ Մատթեոս Ավետարանի ես ներկայացուցալ որտեղ է գրված։ Մատթեոս Ավետարանի 28-18 որ ասած գնացեք քարոզեք։ Այդ գնացող քարոզողների անուններն են գրված։ Ես հավատում եմ, որ այն անունները որ գրված են Ավետարանի մեջ, այդ անունները գրված են Ճաճի գրքի մեջ։ Այս նույն ձևով մեր անունները որտեղ են գրվում։ Կամ ովքեր են հայտնի քարոզիչները։ Նրանք որ ընդհանրապես գալի նստում գնում են, թե ովքեր գործ են անում։ Հասկանալի ովքեր անում են ուսուցչի, մեր ուսուցչապետի, վարդապետի հանձնարարությունը կատարում են։ Նրանց անուններն են գրված Քրիստոսի Ճաճի գրքի մեջ։ Նույնիսկ որ սիրելի աշակերտ, սիրելի ունկնդիր, սիրելի երկրպագու, իմացի որ Աստծո աշկը աշակերտների վրա է։ Ես գանձնի խոսքի։ Ես որպես ուսուցիչ, որ իմ աշակերտներին սիրել եմ, գիտեմ, որ մեր հոգևոր ուսուցիչը իր աշակերտներին այնքան սիրեց, որ իր կյանքը դրեց։ Սա բնական է։ Եթե դու աշակերտություն ես անում, ավելի սիրել ես Աստծո համար։ Եթե դու քո արդեն մշտական տեղ ունես Աստծո եկեղեցու մեջ, տեղ ես մենակ աթոռի նկատի չունեմ, որ քո ներկայությունը միշտ կա, ասում եմ ուսուցիչը, որ մեր դասարանն ես աշկով ֆրծնում էի, այն մանավանդ լավ սովորողները աշկս նրանց էր, ներկայը թե չէ, որտեղ լավ սովորողները թեժներ էր։ Ես հավատում ամեն անգամ Հիսուսը ստեղ մի հատ նայում, ովքեր են ներկա, մանավանդ լավ սովորողները։ Ես չեմ կարող մատնանշել, բայց խնդրում Տեր Աստված, ես բոլորը լինեն լավ սովորող։ Ես բոլորը լինեն գերազանցիկ։ Նրա աշկը քո վրա է, դու ստեղ ես թե չէ։ Ինքը քո հետ ասելիքներ, խոսալու բան ունի։ Ինքը այսօր քեզ նոր բան ունի տալու։ Ինքը այսօր քեզ նոր բարձրանալու բաներ ունի, նոր բանաձևեր ունի սովորացնելու։ Զոյակրկին զամուշատ ես լավ հասկանում։ Որ ասի նոր բանաձևեր, դա մենակ մաթեմատիկ է։ Բայց իսկապես, մեր կյանքում ինչքան դժվարություններ կան, որ այն ժամանակ, որ բան չգիտեիք, չէիք կարողան հաղթահարել, երբ որ հասկացաք, կարողացաք հաղթահարել։ Գիտեք, մեր պարտությունն ու հաղթությունը առաջինը կատարվում մեր մտքի մեջ։ Երբ որ քո մտքի մեջ դու պարտված ես, իրականում ես պարտվում։ Երբ որ քո մտքի մեջ արդեն դու դրա լուծումը ունես, դու իրականում հաղթում ես։ Իսկ քո միտքը վարժվում է, քո միտքը լեցվում է այս խոսքով։ Երբ որ ստերես խոսքը խոսում դու վերցնում ես ու արդեն հասկանում ես, այստեղ այս բանը Աստված այս խոստումն ունի, Աստված այս բանն ասել, ինձ շատ է եղել։ Համապատասխան դժվարության մեջ Աստծո խոսքն է եկել իմ մեջ, կարող եմ ասել Սուրբ Հոգին է խոսել, բայց Սուրբ Հոգին թազա բան չի ասել, հիշեցրել է այն խոսքը, որ ես կարդացել եմ, բերել է իմ մեջ եւ դրանով լուծում է տվել։ Դրանով ինձ ճանապարհ ցույց տվել, դրանով ես ելքը տեսել եմ։ Այսինքն ես աշակերտություն եմ արել, այդ խոսքը դունել եմ իմ մեջ եւ այն համապատասխան տեղում այդ խոսքը ինձ կարողացել է օգնել եւ վերհանել։ Ես հավատում յուրաքանչյուր կյանքում սա ճիշտ է։ Եթե դու իսկական աշակերտություն անես, վերցնես, իսկ աշակերտը այս բանն է։ Ոչ թե գալիս է այստեղ, որ նշումներ անի վերջում քննադատի, այնքան ժողովներ կան, որ ժողովի նստածները քննադատներ են խոսում։ Աշակերտը ոչ թե նշումներ անում, որ քննադատի, աշակերտը սովորում է։ Ինքը հասկանում, որ ինքը կարիք ունի այլ բաներ սովորել, որ Աստված այնքան բաներ ունի քեզ սովորացնելու, այնքան բաներ ունի քեզ ասելու, դու դրա կարիքը ունես եւ շատ ունես։ Վերցրա եւ տնային աշխատանքդ կատարի։ Վերցրա եւ իրականացրա քո կյանքում։ Վերցրա եւ արա։ Պետք է տնից դուրս գալ, տնից դուրս արի, այդ համարել եղբայրը հիշեցրեց։ Ես այ Մարկովյան 6-րդ գլխում։ Ահա ես ինձ ուղարկի։ Հիմա կապը բառացի չէ, բայց քո մեջ քանիսն են ասում Տեր ինձ ուղարկի։ Ցավոք շատերը մանավանդ հայերի մեջ այս բանը կա։ Իմ տունու տեղը, իմ հանգիստը, իմ դղյակը, իմ դրանց եկոմ չեն տեսնում։ Չէ, Աստված ասում է, որ եթե բոլոր մարդիկ դες մտածեին, դու այսօր չկայիր։
Դու այսօր կաս, որովհետև ոմանք իրանցից եկող տեսել են ու հասցրել են քեզ այս խոսքը։ Ամեն։ Դու եղիր ուղարկվող, ասա ինձ ուղարկիր, և համաձայնվի, թե Աստված քեզ ուր կուղարկի։ Ուր որ կուղարկի, հավատա, որ Աստված քո կարողություններ գիտի, քո հնարավորություններ գիտի, և ինքն էլ քո հետ ա լինելու, Հիսուսն ասեց, ես ձեր հետ եմ լինելու, որ գնաք, ես ձեր հետ եմ լինելու։ Եվ այսօր առավոտ ես բանել եմ մտածել, վատուկ աղոթել եմ, դեր Աստված, քո պարգևներն ու նշաններն եմ ասում։ Իհարկե, ամենամեծ պարգևը, ամենամեծ հրաշքը ապաշխարությունն է, որ մարդը ապաշխարում է։ Բայց Հիսուսը այդ խոսքի մեջ ասեց, Մատթեոս չէ, Մարկոսի ավետարանի մեջ, ասում որ աշակերտները գնացին խոսքը տարածում էին, Տերն էլ այդ խոսքը հաստատում էր նշաններով եւ հրաշքներով։ Երբ որ գնաս ավետարանչության, այնտեղ հրաշք կլինի, ժողովուրդ։ Ես հետի տեսել եմ, վայելել եմ։ Իմ տանը նստած այդքան հրաշք չեմ տեսել, բայց երբ որ գնացել եմ խոսքը տանելու, հրաշքներ տեսել եմ։ Բժշկություններ, փոփոխություններ, Աստծուն խառնվել ինչ-որ բանին, որ մի բան, որ ոչ մի մարդ չէր կարող Աստված արել եւ այլն։ Հրաշքները, նշանները տեղի են ունենում ավետարանչական դաշտում։ Ավետարանելու ժամանակ, երբ որ մարդը ապաշխարում։ Նենց որ եթե ուզում եք հրաշք նշան տեսնեք, ելեք ավետարանության։ Եվ որևէ հասակի համար տարբերություն չկա։ Իմ հորը ավետարանելա իր հասակի մարդ։ Այսինքն ամեն մեկը քո հասակցին գնա։ Ինչ ասեմ, 70 տարեկան որ 17 տարեկան հետ խոսա, կարող է 17 տարեկան ես դու այս յանից բան չես հասկանում։ 70 տարեկան თუ 70 տարեկան հետ խոսա։ Հենց որ ոքեր 70-ն կամ 70-ից ձեզ էլ դաշտ կա։ Ձեզ էլ ավետարության դաշտ կա։ Դու չեք կարող եք ումաս փրկության պատճառ լինել։ Ամեն։ Աստված շատ օրհնի ձեզ։ Հավատում եմ, որ այս խոսքը այսօր կարևոր է։ Կրկնում եմ, եղբայրս պիտի չհանգիստ էր խոսում ումաս կարող չտված, թե բայց շատ կարևոր է։ Շատ կարևոր է։ Դու լինես աշակերտ եւ լավ աշակերտ, գերազանց աշակերտ, լավ սովորող աշակերտ։ Տերը սիրում է լավ սովորող աշակերտները։ Եվ վերջապես ինձ գպել են ես վերջի երկու երգերը հայելիստերը ցույց տալի։ Արդեն ես ինչ եմ ամեն չապել։ Ամենասկիպցել Աստծին, եկեղեցին որպես հարս սպասում են Քրիստոսին։ Եվ գրած է Հիսուսը գալու է իրեն սպասողների հետևից։ Գալու է իրեն սպասողների հետևից։ Եբրայեցիներին 3:27 համարն է գրված, իրեն սպասողների հետևից։ Հիմա, իսկ հարսը երբ խա սպասում Փեսայի։ Եթե հարսը պատրաստ չլինի, հաստատ մտածում է այսօր թող չկա։ Միշտ եմ ասում։ Իսկ հարսը, ինչքան է քեզ պետք է պատրաստ լինես։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Սիրելի հարս եկեղեցի, ինչքան է պետք որ դու պատրաստ լինես։ Եթե դու միշտ անպատրաստ լինես, մի օր ինքը կա պատրաստների կտանի, այդ գիտեք 10 կույսերի առակի մեջ է գրած։ 5 պատրաստներին, 5 պատրաստ չէ, ինքը պատրաստներին կտանի, անպատրաստները շիվարած կմնան դրսում։ Դեր Աստված, այստեղ որևէ մեկ անպատրաստ չէ։ Բոլորը թող պատրաստ լինեն։ Ամեն օր դու այդ քո պատրաստության համար մտածի։ Այսօր որ Տերը քեզ վերցրի, դու ինչքանով ես պատրաստ։ Եթե պատրաստ չես, գրված է դեր աշկերիդ քուն մի տուր, քեզ հանգիստ մի տուր, պատրաստվի, որովհետև մի օր հանկարծակի ոչ ոք չի իմանա, Տերը գալու է քո հետևից։ Եվ տանելու է քեզ այն իսկական կյանքի մեջ, որը քո համար պատրաստված է։ Հիսուսն այս իմ հոր տանը շատ բնակարաններ կա։ Հավատացեք յուրաքանչյուր սաննով արդեն դեր բնակարան կա։ Յոթ ուտի գնասներ, բայց անպատրաստը չի կարող գնալ։ Աստված օրհնի պատրաստ եղեք։ Մի հատ ուզում ձեր համար աղոթել։ Օրհնյալ Աստված։ Շնորհակալ եմ քո զավակներին։ Շնորհակալ եմ Տեր Աստված, այս աշակերտական սիրտ ունեցողների համար։ Շնորհակալ եմ այսօրվա պատգամի համար, Ռեզա եղբորս համար Տեր։ Ամեն բանի համար շնորհակալ եմ։ Թող քո հարսը պատրաստ լինի, թող քո եկեղեցին պատրաստ լինի, թող քո եկեղեցին լինի այն ինչ որ դու ես ծրագրել։ Այո, թող քո խոսքի հրաշքներ ու նշանները կան մեր կյանքի մեջ։ Թող ամեն մեկը ավետարանող լինի,
քո խոսքը տարածողն է Տեր Աստված, որովհետև հուսքը շատ է, մշակները քիչ։ Հրճակն է, որ այստեղ բոլորը լինեն քո մշակները Տեր Աստված, քո լավ մշակները, կատարյալ մշակները, օրհնես քո ժողովրդին, եւ դու փառավորվես քո ժողովրդի կյանքի մեջ։ Ամեն։